Բարի օր, այսօր խոսենք սրտանոթային համակարգի վրա խոլեստերինի ազդեցության մասին եւ տաղավարում հյուրընկալել ենք Նորք Մարաշ բժշկական կենտրոնի սրտաբան Քրիստինե Կարապետյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ Աննա ջան։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Շատ ուրախ եմ գտնվել ձեր տաղավարում։ Շնորհակալություն։ Ինչ է խոլեստերինը։ Խոլեստերինը ինքը ճարպաթթու է, որը անհրաժեշտ է նաև օրգանիզմի համար։ Նրա ավելցուկ քանակն է նոր վնասում օրգանիզմին, հատկապես սիրտանոթային համակարգին։ Լինում է լավ եւ վատ խոլեստերին, ո՞րն է տարբերությունը։ Դուք շատ ճիշտ եք, լինում է լավ եւ վատ խոլեստերին։ Լավ խոլեստերինը մենք անվանում ենք նրա համար, որ նա օգտակար է օրգանիզմին եւ կարծես թե մաքրում է անոթները։ Իսկ վատ խոլեստերինը ունի հատկություն կուտակվելու անոթների ներսում եւ խցանելու այն։ Այդ պատճառով, երբ որ նա կուտակվում է եւ խցանում է անոթները, բարձրացնում է սիրտանոթային հիվանդությունների ռիսկը։ Այդ պատճառով անվանում ենք վատ խոլեստերին։ Մարդիկ հանգիստ ապրում են, չիմանալով, որ օրինակ ունեն վատ խոլեստերին, որ տարիքից սկսած պետք է ստուգեն։ Ճիշտն ասած, ոչ թե վատ խոլեստերին բոլորս ունենք, բայց նրանց բալանսն է կարևոր, վատ խոլեստերինի բարձր քանակն է կարևոր, որը այդ բարձր քանակն է ազդում անոթների վրա։ Եվ այո, ոչ մի ախտանիշ չի տալիս խոլեստերինի, այսպես ասած, բալանսի խախտումը, ոչ մի ախտանիշ չի տալիս։ Այդ պատճառով պետք է ստուգել արյան մեջ լիպիդային պրոֆիլը, լիպիդների քանակը։ Դա արյան մեջ ենք ստուգում եւ ստուգելը կախված թե որ տարիքից կարելի է ստուգել, դա հաշվի ենք առնում ինչ ռիսկի խմբի մեջ է պացիենտը կամ բուժառում գտնվում, որի համար առաջարկում ենք նաև ստուգել խոլեստերինը արյան մեջ։ Անպայման որևէ ռիսկային խմբում պետք է լինի, թե սովորական մարդը կարող է տարին մեկ անգամ օրինակ ստուգել։ 20 տարեկանում տարի մեկ կարելի է չստուգել, բայց հաշվի առնելով, որ ապագայում կարա խոլեստերինը բարձր լինի, միշտ խորհուրդ է տրվում այդ տարիքից սկսած առողջ ապրելակերպ վարել, որի պատճառով, որը բոլորը եւ սննդակարգը եւ ֆիզիկական ակտիվությունը կարող են կարգավորել խոլեստերինային հավասարակշռությունը։ Այդ դեպքում ինչպես առողջ ապրելակերպ վարել, ինչպիսի սնունդ օգտագործել։ Սննդի հիմնական սահմանափակումները, այսպես ասած, հակախոլեստերինային դիետան իր մեջ ներառում է սահմանափակել հագեցած ճարպաթթուները կամ տրանսֆեր ճարպերը։ Դրանք օրինակ fast food-ը կամ յուղոտ կտորները, կարագը, այս բոլորը հագեցած ճարպեր են, որոնք պետք է մեր սննդակարգից սահմանափակել։ Եվ պետք է ընդհակառակը ավելացնել բանջարեղենները, մրգերը, բջջանյութ պարունակող սնունդը, վարսակը օրինակ, նաև լոբազգիների ընտանիքի ոսպը, սիսերը, այս բոլորը համարվում է որպես առողջարար սննդակարգ սիրտանոթային հիվանդությունների համար։ Ինչպես նաև մոռացա նշել ձկնեղենը, որը հիմնականում մեր օմեգա 3-ի աղբյուրն է համարվում, հատկապես յուղոտ ձկնեղենը, դա շատ է խորհուրդ տալիս, ինչպես նաև բուսական ձեթը, ձիթապտղի ձեթը եւ կտավաթի յուղը։ Հաճախ մարդիկ ձիթապտղի ձեթը խմում են։ Այո։ Սա իսկապես օգնում է։ Այո, օգնում է։ Իհարկե նախասիրությունների հարց է, չեմ կարծում, որ բոլորս կարող ենք օգտագործել ձիթապտղի ձեթ, կան նաև սննդային հավելումների տեսքով, օրինակ օմեգա 3-ը կապսուլաների տեսքով կարելի է օգտագործել համապատասխան դեղաչափով օգտագործել եւ դա նույնն է ինչ որ օգտագործել, այո, ձիթապտղի ձեթ։ Հիմա մարդիկ շատ են վիտամիններ օգտագործում, նույն ձեր ասած օմեգա 3-ը։ Իրենք հստակ դոզա ունի այն, թե կարող են հենց այնպես օգտագործել։ Հստակ դոզա իհարկե ունի, օրվական դոզան 500 միլիգրամ կամ 100,000 միլիգրամն է, բայց իր օգտագործումը շատ կարևոր է, որովհետև նա լավացնում է, բարձրացնում է քիչ քանակի իհարկե լավ խոլեստերինի մակարդակը արյան մեջ, ազդում է հիմնականում տրիգլիցերիդների վրա եւ նաեւ բորբոքման վրա։ Քանի որ մենք դեռ չենք խոսել իհարկե աթերոսկլերոզի մասին, աթերոսկլերոզի հիմքում դա ընկած է ոչ միայն խոլեստերինի մակարդակը արյան մեջ, այլ նաեւ բորբոքումը, անոթների խրոնիկ բորբոքումն է ընկած եւ այդ օմեգա 3-ը նաեւ կարգավորում է բորբոքումը։ Խրոնիկ բորբոքման վրա է ազդում, այո։ Խոլեստերինի բարձր մակարդակը ժառանգական հիվանդություն է։
Ոչ բոլոր դեպքերում, բայց կա ընտանեկան հիպերխոլեստերինեմիա հիվանդությունը, որը որ դա այո ժառանգական գենետիկ հիվանդություն է, որ մարդ ծնված օրվանից կարող է ունենալ վատ խոլեստերին այրան մեջ ու բարձր քանակի, այդ մասին չիմանալ։ Հիմնականում կասկածում ենք այն դեպքում, երբ որ կան ընտանիքում շատ վաղ տարիքից սիրտանոթային դեպքեր, տղամարդկանց մոտ 55 տարեկանից բարձր կամ 60 տարեկանից բարձր, այդ վաղ տարիքը համարվում է պետք է կասկածել, որ ընտանիքում կա ժառանգական հիպերխոլեստերինեմիա։ Երկրորդը, երբ որ մկան մաշկին կամ ջլերին կուտակվում են բարձր խոլեստերինները, դա անվանում են քսանթոմաներ, եւ մյուս հատկանիշը, որ աչքի շուրջը կարան դեղնավուն երիտասարդ տարիքից դեղնավուն օղակներ հայտնվեն, դա նույնպես նշան է հիպերխոլեստերինեմիայի։ Եվ ժառանգական հիպերխոլեստերինեմիան ախտորոշելու համար դա արյան մեջ պետք է հանձնել անալիզ հատուկ մի մարկերի, որը կոչվում է լիպոպրոտեին A, եւ բոլորս կյանքում գոնե մեկ անգամ պետք է դա հանձնենք բացառելու համար ընտանեկան հիպերխոլեստերինեմիան նաեւ։ Այդ լիպոպրոտեինը նույն վատ խոլեստերինի նման լիպոպրոտեին է, բայց ավելի տարբերվում է նրանով, որ իր մեջ մի սպիտակուց է ավել մնում, ալֆա լիպոպրոտեինը, որը որ ունի ոչ միայն աթերոգեն հատկություն, այլև տրոմբոզի ռիսկն է բարձրացնում։ Այդ պատճառով դա շատ ավելի ռիսկը բարձրացնում է սիրտանոթային հիվանդությունների։ Ընտանեկան հիպերխոլեստերինեմիայի ժամանակ սպეციფიկ բուժում չկա կոնկրետ բուժում, որ ավելի լավ լինի, կա ակտիվ եւ երկարաժամկետ բուժում։ Երկարաժամկետ բուժում, որ պետք է անալիզներին պարբերաբար հետևել, վատ խոլեստերինի քանակը ցածր պահել, եթե նորման 3 մենք համարում ենք մինչև 3-ը, ընտանեկան հիպերխոլեստերինեմիայի ժամանակ պետք է այն իջեցնել ընդհուպ մինչև 1.4 մմ/լիտր եւ շատ խիստ լինել դրա հանդեպ, ագրեսիվ լինել։ Հաճախ դեղորայք օգտագործում են հակախոլեստերինային եւ հետո դադարեցնում են, հասնելով ձեր նշած թվերին։ Դա ճիշտ է թե ոչ։ Նայած որ դեպքում, եթե բուժարոյի մոտ ախտորոշվել է արդեն սիրտանոթային հիվանդություն, որևէ հետազոտությունով, անոթների խցանումներ ենք տեսել, այդ ժամանակ դադարեցնել չի կարելի։ Այդ ժամանակ, որպեսզի աթերոսկլերոզի պրոգրեսը արագ չընթանա, երկարաժամկետ, եթե ոչ ամբողջ կյանք պետք է ստանա։ Երբ որ մենք որևէ սիրտանոթային հետազոտություններով հիվանդություն չենք հայտնաբերել, բայց ունենք բարձր խոլեստերին, նաև գնահատում ենք նման բուժարոյի մոտ, գնահատում ենք ռիսկերը։ Ռիսկերը դրանք գնահատում ենք այն գործիքներն ենք, որը որ հաշվարկում ենք, որ 10 տարվա ընթացքում, առաջիկա 10 տարվա ընթացքում սիրտանոթային հիվանդությունների ռիսկը, հավանականությունը ինչպիսին է։ Եվ այդ գործիքներում, հաշվարկային գործիքներում օգտագործում են մի քանի գործոններ։ Դա տարիքն ենք հաշվի առնում, սեռը, խոլեստերինի վատ խոլեստերինի քանակը, շաքարի առկայությունը, շաքարային դիաբետի առկայությունը, վատ խոլեստերինի բարձր մակարդակը, այս բոլորը հաշվի առնելով գնահատվում է տոկոսներով։ Ենթադրենք 5% է հաշվարկվում ռիսկի սկորով, եւ այդ 5%-ը ինչ է նշանակում, որ առաջիկա 10 տարիների ընթացքում 100 բուժառուներից 5-ը կունենան 5-ի մոտ կախտորոշվի սիրտանոթային հիվանդություն կամ կունենան սիրտանոթային հիվանդություն։ Այդ ռիսկի սկորերը ինչքան բարձր, մինչև 10-15%, այնքան այդ տոկոսից է սկսվում դեղ խմել, թե չխմել։ Եթե դեռ 5% է, դա ինքը համարվում է դեռ ցածր ռիսկ, այդ դեպքում մենակ կենսակերպի փոփոխություն ենք անում, ֆիզիկական ակտիվություն, առողջ սննդակարգ, քաշի իջեցում, չծխելու պարտադիր մոտեցում, այս բոլորը փոխելուց հետո եթե տեսնում ենք խոլեստերինը չի կարգավորվում, նոր դեղորայքի որոշումը կայացնում ենք, դեղորայք ընդունելու որոշումը կայացնում ենք։ Այսինքն եթե ունի սրտային որևէ խնդիր, անպայման միշտ օգտագործելու է դեղը։
Այո, միշտ օգտագործելու է, որտեղ աթերոսկլերոզը դա ինքը քրոնիկ հիվանդություն է։ Իսկ քրոնիկ հիվանդությունների դեպքում, ինչպես բարձր ճնշումն են կամ շաքարային դիաբետը, պետք է դեղորայքը ընդունվի երկարաժամկետ, ամբողջ կյանք։ Լավ, եթե մարդիկ չեն գնացել, անալիզ չեն հանձնել, ինչպես իմանան, որ իրենց խոլեստերինը բարձր է։ Կան օրինակ մի քանի միֆեր, այսպես ասած, որ եթե մարդ իրեն համարում է նիհար կազմվածքով, գեր չէ, հավելյալ քաշ չունի, իր կարծիքով դա ունի ուրեմն ցածր խոլեստերին։ Այդպիսի ենթադրությունը միֆ է, որտեղ նիհար մարդն էլ կարող է ունենալ բարձր խոլեստերին, այդ պատճառով միայն դա անալիզով պետք է պարզել խոլեստերինը բարձր է, թե ոչ։ Իսկ որ տարիքից խորհուրդ կտանք ընդհանրապես որոշել խոլեստերինը, նորից պետք է ասեմ, դա հաշվի ենք առնում ռիսկերը։ Եթե ընտանիքում կան հարազատներ, ծնողները, որոնք ունեն սիրտ-անոթային հիվանդություն, կամ բարձր ճնշում, բարձր խոլեստերին, այդ պարագայում անգամ 20-25 տարեկանից սկսած, այո, պետք է հետևել խոլեստերինին։ Տղամարդկանց եւ կանանց դեպքում խոլեստերինի մակարդակի ցուցանիշները տարբեր են։ Ոչ, տղամարդկանց ուղղակի սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունն է ավելի բարձր, քան կանանց մոտ։ Եվ միշտ շատ ավելի ուշադրություն դարձվում է տղամարդկանց խոլեստերինին, կանայք շատ իմ փորձի ժամանակ շատ քիչ դեպքերում են, որ անալիզ խոլեստերինի ցուցանիշ են որոշում։ Եվ ընդ որում կանանց մոտ որպես կանոն խոլեստերինը կարա շատ ավելի բարձր լինի, ոչ թե նրա համար, որ նա ուղղակի բարձր է, այլ որ ավելի քիչ են դեղորայք ընդունում, ավելի միջին տարիքի կանայք, միջինից բարձր տարիքի կանայք, 50-ից բարձր տարիքի կանայք ավելի քիչ են շարժվում, ավելի շատ ունեն գերքաշ եւ անալիզներին ավելի քիչ են հետևում։ Հիմնական ախտանշաններ չկան, օրինակ գլխապտույտ, չգիտեմ, գլխացավ, որ հասկանան խնդիր կա։ Ոչ, բարձր խոլեստերինը որևէ ախտանիշ չի տալիս։ Այդ պատճառով միայն անալիզով պետք է պարզել։ Որքանով է վտանգավոր ցածր խոլեստերինը։ Վտանգավորության, այո, կա սահման, որովհետև չէ, որ ասացինք, որ խոլեստերինի եւ վատ եւ լավ խոլեստերինները իրանք նորմայի մեջ իրանք օգնում են օրգանիզմին անոթների համար, բայց վերջին ուղեցույցները իհարկե, երբ որ մոտեցումը իջեցնել դեղորայքով իջեցնել խոլեստերինը, սահմանը վատ խոլեստերինի 1.4, 1.6 ցուցանիշներն են, վերջի տարիների ամերիկյան ուղեցույցները անգամ բարձր ռիսկի պացիենտների մոտ առաջարկում է խոլեստերինը իջեցնել մինչև 1։ Իմ աշխատանքային փորձի ժամանակ ոչ հաճախ իհարկե, մեկից ցածր դեպքեր ունեցել ենք, որը որ կարծում եմ, այո, դա պետք է խոլեստերինային դեղորայքի ժամանակավորապես կամ ընդհատել, կամ դեղաչափ իջեցնել շատ մինիմալ դեղաչափի, որպեսզի մի քիչ վատ խոլեստերինի մակարդակը բալանսավորել։ Դա հանգեցնում է արյունազեղման, չէ՞։ Արյունազեղման ոչ, չէ, արյունազեղման չի հանգեցնում, նյութափոխանակության վրա է ազդում։ Հիմնականում տղամարդիկ ունեն մեծ որովայն, եւ դա տեսնում են, ասում են ուրեմն խոլեստերինը բարձր է, այդպես է։ Նորից պետք է ասեմ, ոչ, դա այդպես չէ, իհարկե մեծ որովայն ունենալը դա գերքաշն է, որը որ քաշը ինքնին ռիսկի գործոն է առանձին, բայց ոչ անպայման բարձր մակարդակի վատ խոլեստերինի, բայց գերքաշ իր հերթին բերում է ֆիզիկական ակտիվության սահմանափակմանը։ Գերքաշով մեր պացիենտները գրեթե չեն քայլում, քիչ են քայլում, եւ իսկ այսօրվա մեր մոտեցումները, խորհուրդները, որ գոնե շաբաթական 150 րոպե միջին ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն պետք է ունենալ, դա քայլքն է, դա կամ հեծանիվն է, կամ լողն է, եւ դա պարտադիր է։ Իսկ գերքաշի դեպքում պարտադիր քաշի իջեցում, որովհետև գերքաշը ոչ միայն բարձր խոլեստերինի վրա է ազդում, այլ նաև բարձր ճնշման բարձրացման։ 1 կիլոգրամ քաշի ավելացումը կարող է 3-ից 5 միավորով բերել ճնշման բարձրացման միլիմետր ցնդիկությունով։
Ասում են, ոնց որ որովայնի շրջագիծը եթե 94 սանտիմետրից բարձր է, ուրեմն այդ դեպքում խոլեստերինն էլ է բարձր։ Նման ապացուցված թեորիա չկա իհարկե, բայց ամեն ասույթը ունի իր ճշտությունը։ Բարձր խոլեստերինը հիմնականում հանդիսանում է սրտամկանի ինֆարկտի պատճառ։ Բարձր խոլեստերինը, այո, դա խոլեստերինը վնասում է բարձր խոլեստերինի մակարդակը վնասում է անոթի պատը։ Բայց ոչ միայն խոլեստերինը վնասում անոթի պատը, դա բարձր ճնշումը նույնպես վնասում է, ծխելը նույնպես վնասում են անոթի պատը։ Կարծես թե անոթի լորձաթաղանթը վնասվում է, խոցոտվում է, որի պատճառով ակտիվանում է իմունային համակարգը։ Իմունային համակարգը, երբ որ ակտիվանում է, այդ բջիջները, իմուն բջիջները սկսում են հավաքվել այդ խոցոտված մակերեսին եւ կլանում են վատ խոլեստերինը, կպնում են վատ խոլեստերին են հավաքում եւ ստեղծում են խոլեստերինային թիթեղիկներ, վահանիկներ, որոնք որ կուտակվելով տարիների ընթացքում բերում են անոթի նեղացմանը, բայց դա տարիների ընթացքի process է։ Ինֆարկտի առաջացումը դա շատ կարճ ժամանակում կարող է լինել, հանկարծակի կարող է լինել, իսկ դրա հիմնական պատճառը այդ կուտակված թիթեղիկների պատռումն է, որը անմիջապես տրոմբով է փակվում, այդ պատռվելուց հետո եւ բերում է ինֆարկտի առաջացման։ Սրտամկանի ինֆարկտի նախանշանները որոնք են։ Հիմնականում դա ցավն է, կրծքավանդակում սեղմող ուժեղ ցավ, որը երբեմն կարող են առաջին անգամ ծագած ցավը, դա չես մոռանում, դա չես դիմանում, դա անմիջապես տագնապի մեջ է բուժառուին դնում, բժշկի դիմելու անպայման ամենաբժշկին չգնացող բուժառուն ինքը այդ ցավի պատճառով դիմում է բժշկին, որը կարող է ճառագայթվել դեպի ծնոտ, դեպի ձեռք, դեպի երկու ձեռքեր կարող է տարածվել, կարող է ուղեկցվել ցավը շնչարգելությամբ։ Շնչարգելությունը, շնչահեղձությունը դա երկրորդ ախտանիշն է եւ շատ առատ քրտնարտադրությամբ, սառը քրտինք, առատ քրտնարտադրությամբ, որը նույնպես այս 3 ախտանիշները ամենատիպիկ, ամենադասական կամ գրքային ախտանիշներն են։ Լինում են շատ ատիպիկ գանգատներ էլ, բայց այս ախտանիշները պետք է ստիպեն բուժառուին դիմել բժշկի անմիջապես։ Լավ, ինչպես անել, որ անոթները չխցանվեն երբեք։ Խցանվելուց հետո դանդաղ պրոգրեսը ընթանա, ես մի քիչ հարցի ավելացում անեմ, պետք է սկսել վաղ տարիքից առողջ կենսակերպ վարել, դա շատ կարևոր է։ Իմ կարծիքով մենք մանկուց պետք է սովորենք դրան, առողջ ապրելակերպին, դա դաստիարակություն է, միշտ սպորտի գնալ, երեխաներին սկսած երեխա տարիքից միշտ սպորտի տալ, դա կլինի լողը հատկապես, ֆիզիկական ակտիվության սպորտաձևերի, առողջ սնունդը, դա նույնպես սնունդ ուտելը, առողջ սնունդ ուտելը դա կիրթ սնվել է, կիրթ։ Իհարկե մենք ունենք ազգային, ավանդական սովորություններ, որոնք միգուցե մեր մենտալիտետի, ազգային մենտալիտետի վրա մեծ դեր ունի, մենք խնջույքներ սիրող ազգ ենք նաև, խնջույքներին անսպառ ուտել, դա անսպառ ուտել, շատ տեսակ ուտել, դա բոլորս ենք դրա մեջ, մենք այդպես ապրում ենք, բայց սնվելու եւ ֆիզիկական ակտիվության համադրությունը այո կանխում է սիրտանոթային հիվանդությունների կամ աթերոսկլերոզի առաջացման ռիսկը։ Վատ խոլեստերինը երբ բարձր է, բուժման հիմնական եղանակը դեղորայքային է։ Այո, հիմնական եղանակը դեղորայքային է։ Դեղորայքներից հիմնականում դրանք ստատիններն են, շատ տարածված ատորվաստատինը եւ ռոզովաստատինը, դեղորայքների կարեւորությունը արդեն ախտորոշված բուժառուների մոտ, աթերոսկլերոզի ախտորոշված բուժառուների մոտ պարտադիր է,
դա առաջին ընտրության դեղերն են համարվում եւ դեղորայքները ոչ միայն իջեցնում են խոլեստերինի մակարդակը, այլ նաեւ ունեն պատի ամրացնող հատկություն, պլեոտրոպիկ հատկություն, որոնց համար պարտադիր է դառնալ, պարտադիր է շարունակական ընդունելը, անգամ եթե խոլեստերինը կարգավորել ենք, որ հետագա անոթների խոցոտում չունենանք։ Մարդիկ հաճախ ասում են, որ դեղորայքը ձեր նշած վնասում է օրինակ լյարդը կամ այլ օրգաններին, այդպես է։ Սխալ չեն ասում, այո, ունեն լյարդի վրա տոքսիկ ազդեցություն, այո, քանի որ լյարդում է կատարվում փոխանակությունը խոլեստերինի, այս դեղորայքները կարծես թե ծանրաբեռնում են նաև լյարդի ֆունկցիան։ Իսկ այն բուժառուների մոտ են ավելի ռիսկային, ովքեր ունեն լյարդի առանձին հիվանդություններ, հեպատիտներ կամ ալկոհոլի չարաշահումը, որը նույնպես ծանրաբեռնում է լյարդի ֆունկցիան, այդ պարագայում մենք ոչ թե սահմանափակում ենք կամ չենք նշանակում դեղորայքը, ուղղակի շատ ակտիվ հետևում ենք լյարդի ֆունկցիային եւ եթե պետք է լյարդի պրոտեկտորների միջոցով միևնույնն է շարունակում ենք մեր խոլեստերինի հակախոլեստերինային բուժումը, քանի որ գիտենք, որ չշարունակելու դեպքում սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը, մահվան ռիսկը, ինֆարկտի առաջացման ռիսկը շատ ավելի բարձր է, քան թե լյարդի դիսֆունկցիայի առաջացած բարդությունները։ Մարդիկ երբ տեսնում են ցուցանիշը ցածր է, ինքնուրույն դադարեցնում են դեղորայք օգտագործել, դա վնաս է հասցնում։ Շատ արագ կարա բարձրանա։ Վատ խոլեստերինը նորից ընդհատելով դեղորայքը կարող է բարձրանալ։ Եվ գոնե Նորք Մարաշ բժշկական կենտրոնում մեր բոլոր բուժառուները ունեն ստանում են այն ինֆորմացիան, որ ինքնուրույն դեղորայքի որևէ փոփոխություն չի կարելի անել։ Եվ պարբերաբար մենք օրինակ ինֆարկտից հետո, ստենտավորումից հետո մեր բուժառուներին պարտադրում ենք 4 ամիսը մեկ հանձնել խոլեստերինը, պարտադիր չի այցելել բժշկի, հանձնել, զանգել, տեղյակ պահել բժշկին եւ որոշել դեղորայքի ինչ դոզավորումով շարունակել դեղորայքը։ Շատ ցածր քանակի դեպքում այո բժիշկը կարող է որոշել որոշ ժամանակ ընդհատել կամ դոզավորումը պակասեցնել։ Ինքնուրույն դադարեցնելու դեպքեր շատ են։ Մի անգամ այո, երկրկնակի անգամ ոչ, նույն բուժառուն չի անում։ Հիմա Փառք Աստծո դեղորայքի ընտրությունները շատ են, կան կոմբինացված դեղորայքներ, որոնք որ կոմբինացված դեղորայքների դեպքում, երբ որ եւ ճնշման դեղորայքի եւ որպես հակագրեգան դեղորայքի այդ միավորումները կան, միաժամանակ խոլեստերին դեղորայքներ մի դեղահաբի ձևով իրանք կարող են ստանալ այդ 3 նշանակետերին հասնող դեղորայքները։ Շատ չեն, ոչ, դեպքերը շատ չեն։ Շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ հրավերի համար։ Մենք զրուցում էինք Նորք Մարաշ բժշկական կենտրոնի սրտաբան Քրիստինե Կարապետյանի հետ։